նրանք ովքեր որ գուբերնիա էին պատկերացնում Հայաստանը, այսինքն սեպտեմբերի 3-ը, դե մենք արդեն օրերով ենք խոսում, էլի, դառանք Դիդրո գնացինք Ռոբեսպիերին հասանք, նրանք էլ չէ, օրացույցն էլ փոխեցին, մենք էլ պետք է օրացույցը փոխենք, ուրեմն սկսվում է 13 թվականի, 13 չենք ասում, սեպտեմբերի 3-ի հեղինակները, ասում են դուք դավաճան եք, որովհետև հանում եք Եվրազիական միությունից Հայաստանի Հանրապետությունը, ասենք Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանը եւ այլն, etc. ասեմ թող գշում են, էլի։ Եվ այլն։ Ֆրանս չէ, եւ այլն չէ, etc. Արևմտական եմ, էլի ես։ Եվ այլն էլի։ Բայց Ալեն Սիմոնյանն ասաց չենք դուրս գալիս ԵԱՏՄ-ից։ Հենց դա է, էլի, ասում եմ, որ իրենք չեն հիշում 96 թվականին ինչ եղավ։ Ալեն Սիմոնյանը երիտասարդ է։ Հաշանել էր ասում, մենք դուրս չենք գալիս, ոչ ՆԱՏՕ-ից ենք դուրս գալիս, ոչ էլ ՕԴԿԲ-ից ենք դուրս գալի, համ նրանց ենք, տեսակ ինչ եղավ 96 թիվը, ունդեղից ոտեց կոլխոզից պարտկոմ բերեցին, մեր գլխին իշխան դրեցին, ես հիմա ասում եմ, որ տեսեք, նրանք ովքեր որ հավատարիմ են Եվրազիական միությանը, Սովետական միությանը, Ռոմանովների իմպերիային, ովքեր որ ճորտատիրությանը հավատարիմ են, վերնապոդնիները, ասում են դուք դավաճան եք, Եվրոպա եք գնում, դուք ուր եք գնում, ժողովրդավարություն եք գնում, դուք ուզում եք, որ ժեխը, բիդլան, իշխանություն ընտրի, արակկարյամլում ընտրում են, բերում դնում են, ինչ եք դուք գլուխները ցավացնում, նրանք դա են ասում են, դուք դավաճան եք, գնում եք Եվրոպա, Եվրոպամետները նրանց են ասում դավաճան, ասում են դուք դավաճան եք, Հայաստանի Հանրապետությունը դուք լիկվիդացրեցիք 20 թվականին մի անգամ էլ 2013 թվականին լիկվիդ, դուք եք դավաճան, ես դրա համար եմ ասում, իշխանությունը պետք է գնահատականը տա, եթե դավաճանություն է լավ ապրել է, եվրոպացի լինել է, ժողովրդավար լինել է, անկախ լինել է, մենք դրա համար մի անգամ պատժվել ենք 20 թվականին, 1920 թվականին, տեսեք ում են ոչնչացրել 20 թվականին, մենակ Չարենցն ու Բակունցը հերիք էլ ասել, պատկերացնում եք, հիմա գնահատականը պետք է տրվի 8 տարի է իշխանությունը կա, ինչի հեղափոխություն արեցիք, եթե գնահատականը չեք տալի, բա ինչի արեցիք, բա որ արեցիք, ինչի չեք շարունակում, ինչի հետևողական չեք, ինչի դրանց գնահատականը չեք տալիս, այն նախընտրական կամպանիայի գլխավոր թեզը պետք է լինի, ովքեր են եղել նրանք, ովքեր են եղել եւ ովքեր են հիմա այդ բարերը որ կան դատախազի հայտարարությունները ցանկը կոռուպցիոն ցանկը որ կա այդքանի տարի պետք է տևի իմ նման մարդիկ մեկ ժամանակ չունեք այդքան սպասելու մեզ սպասող կա Գերանդին ձեռքը Գերանդիով է չէ նկարներում ես տեսել եմ Գերանդիով է համբեւ ուզում ենք տեսնենք մենք չեմ կարծում որ մրցակցային կլինի այս ընտրարշավը մրցակցային չի կարող լինել որը մի կողմում ապօրինի ուժերն են ապօրինի ամեն ինչով նույնիսկ շատ վատ օրենքը խախտելով քրեա օլիգարխիկ ուժերն են հենց քրեականները եւ օլիգարխները այդ քրեա օլիգարխիկ որ ասում են ոնց որ SSR-ն ասում չեն հասկանում դա ինչ է քրեականները եւ օլիգարխներն են իրենց ռեսուրսներով մյուս կողմից էլ հեղափոխականների արդեն հարմոնիկները հեղափոխական չեն արդեն հեղափոխություն արեք մյուս կողմից էլ ովքեր են ես չեմ հասկանում Եվրոմիություն հա ովքեր են լինելու դուք պատկերացնում եք Եվրո քվեի Եվրաքվեի մասնակիցները միասին չեն մենք Տիգրան Խզմալյանի այստեղ նույնիսկ հանդիպել ենք միասին չեն դեմարդեմ եք ընդ որում հանդիպել չէ դա էր էլի վատը Եվ որքան հիշում եմ Խզմալյանը մեկ հանդիպում էլ ունեցել է Խուշուձյանի հետ այլ հարթակում, էլի դեմարդեմ։ Պատկերացնում եք, որ արդեն ոնց եղավ որ մենք միասին չենք, ով է մեզ բաժանում։ Ինչ որ մեկը մեզ բաժանում է, չէ։ Ես դե որպես ազատ քաղաքացի, ես անկուսակցական եմ,
պատկերացնում եք այդ քարյակը միասին չի իշխանությունը, եթե դուք Եվրոմիության հետ միասին հայտ եք ներկայացրել, այդ քարյակը նախաձեռնություն է ցույց տվել Տիկին Գայանի քարյակ նկատի ունեմ Հանրապետություն կուսակցությունը, հանուն Հանրապետություն կուսակցությունը, Եվրոպական կուսակցությունը, եւ ազատ քաղաքացիների հասարակական կազմակերպությունը եւ այլ քաղաքացիներ, այդ քարյակը վերջում քաղաքացիական պայմանագիրը օրենք ընդունեց, այսինքն միացավ այդ ծրագրին։ Ուզում եք շուրջ ամասեմ, նրանք միացան, որ չվիրավորվի քաղաքացիական, ու հետո հիմա դուք միասին չեք, բայց գլխավոր ծրագիրը դա է, դուք գնում եք Եվրոպա, եթե գնում եք Եվրոպայի ընդունված բոլոր օրենքները եւ կանոնները արդեն ենթադրվում են, իհարկե բարեփոխումներ, դատաիրավական, չէ, տնտեսական, մաքսային, մարդու իրավունքներ, այդ բոլորը դուք միասին մշակել եք։ Դուք դա եք անում, այսինքն վերցրեք այդ Եվրոմիության կանոնադրությունը ծրագիրը, վերցրեք, դրեք ձեր առաջ եւ միասին գնացեք։ Չէ, պարակտված են։ Ինչի՞։ Ես չգիտեմ։ Մյուս կողմում, այն որ մերժվել էին, այն որ ռուսները վտարել էին, մյուս կողմում մենք ինչ ենք անելու, այ որպես ընտրող, եւ մեր ուր են հետևորդ մենք ինչ ենք անելու, այսինքն շատ վատը ընտրենք, թե վատը, թե դրանցից որ մեկին ընտրենք, մենք ունենք երկու ծրագիր իրականում, այդ դրանց եթե մենք առանձին վերցնենք, Եվրաքվեի կողմնակիցները եւ Եվրազիականի կողմնակիցները։ Ուղղակի չկա երրորդ, չկա այլ ճանապարհ։ Պատկերացնում եք, մեզ երկու բան են առաջարկում, կամ մենք գնում ենք Եվրազիական մաքսային միություն, ՕԴԿԲ նաեւ զենք վերցում գնում ենք հիմա ՆԱՏՕ-ի դեմ կռվելու, նախ եւ առաջ համերաշխելով մեր դաշնակցի հետ Ռուսաստանի հետ։ Ուրեմն մի կողմում ձախ թևում ես պատկերացնում եմ, որ Եվրազիական միություն, մաքսային միություն 13 թվականի սեպտեմբերի 3 դրանք են մեծ հաշվով դրանք են մյուս կողմում Եվրաքվեն է դեպի Եվրոմիություն այդ դրանց մեջ է պայքարը գնում պղտոր չի պարզ է լավ Հիմա մենք պետք է կողմնորոշվենք ում ենք աջակցում Եվրազիական միությանն ենք աջակցում սեպտեմբերի 13-ին 13 թվականի սեպտեմբերի 3-ին ենք աջակցում Այսինքն քաղաքական կուրսերի միջև է Այո, իսկ որ ինչ որ մեկը շատ փող ունի, ուրիշը քիչ փող ունի։ Պարոն Արշակյան, այդ դեպքում իշխանությունները ոչ քաղաքական կուրսի ու ջատագովն են կամ Դրա համար պետք է իշխանությունը պետք է Եվրաքվեին տեր կանգնի։ Իշխանություն ունենք, ընդդիմություն ունենք եւ այլ ուժեր ունենք, խոսքը գնում է խորհրդարանական ընդդիմության մասին։ Մատներիս վրա հաշվեմ։ Մի ձեռքից վրա տեղավորվում։ Բա այդ ամբողջ վինյետկա ասածը։ Հա, ես հաշվում եմ, տեսեք։ Մատերի վրա կտեղավորվի։ Տեղավորվում է։ Լավ։ Մի մասը աչը հաշվում եմ։ Հանրապետություն կուսակցությունը Եվրաքվեի կողմնակից, հանուն Հանրապետության կուսակցությունը Եվրաքվեի կողմնակից, Եվրոպական կուսակցությունը Եվրաքվեի կողմնակից, ազատ քաղաքացիներ հասարակական կազմակերպություն նրանց միացած քաղաքացիական պայմանագիրը տեսեք ինչ եղավ Բրունսկ Ահա դուք Բայց ես հասարքեցի ես նկարչական թեկումով դպրոցում եմ սովորել Որտեղ նկարչական Այո ես նկարիչ չեմ բայց գիտեմ տեսեք ինչ Բրունսկ ստացվեց ուրեմն այն մյուսին էլ չեմ ուզում ասեմ բոլոր այստեղից դուրս մնացածները Այս Բրունսկից դուրս մնացածները թող տեղավորվեն Եվրազիայում, Գուբերնիայում։ Չէ, բայց կան ուժեր Արմենիասկայա օբլաստում։ Չէ, տենց Չէ, դա արդեն հիմա բան կա համացանցում ասում է բոլորին դեմ ենք։ Այսինքն ոնց է դուք չեք դեմոկրատիային եք դեմ։ Ժողովրդավար դուք ում եք լքում, այսինքն մենք ասում ենք եկեք լքենք։ Մենք դիրքապահները հայտ եկել են ասում են մենք լքում ենք մեր դիրքը։ Ու ինչ եք լքում, գնացեք կռվեք, քվեարկեք որևէ մեկի օգտին, միանշանակ է, չկա, եթե կռիվ է, ես ասում եմ լուրջ կռիվ է գնում, այս երկու թևերի մեջ, Եվրազիական միության և Եվրոմիության մեջ կռիվ է գնում, մենք հիմա Ամերիկային դեմ ենք, կռիվ ենք հայտարարում Ամերիկային և Եվրոմիությանը ՆԱՏՕ-ին,
Եվրազական միությունը մեզ չի օգնում, ոչ էլ կռվում է, ասել ձեր դեմ չեն կռվայ, 3 չի առաջ օրը Ալեն Սիմոնյանին դա ասեցին, պետք է ձեռքը խփեր սեղանին, Տիկին Մատվիենկոն, պետք է ասեր տեղդ նստի, մենք գիտենք, մենք հայ ժողովրդի կողքին ենք, ու դու տուն չես գնա, սուխարիկ բան վերցրու գնում ես Սիբիր, Նավալնին որտեղ էր նստած, այնտեղ իր մահճակալը ազատ է, Ալեն Սիմոնյան, Նավալն ու տեղը գնա, այդ ես կհասկանայի, որ Եվրազական միությունը գործում է, եթե Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հոխորտում էր, Ալեն Սիմոնյաններ ձեռքը սեղան են խփում, ասում էր հարգարից եղեք ինձ հետ, ձեզ լավ պահեք, անդաստիրակներ, այդ որ ասեց ես դաստիրակությամբ, դուք անդաստիրակ եք, այդ դրանց վրա եք դուք հույսները դրել, ես դրա համար ասում եմ հարկավոր ես Եվրաքվեի հետ գնալ,